Բարև ձեզ, Վեսիեմի տաղավարում ենք։ Հայաստանի Հանրապետության բնակչությանը ամենաշատ անհանգստացնող խնդիրներից մեկը դրանք անվտանգային հարցերն են։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը վստահ է, որ մենք մուտք են գործել խաղաղության դարաշրջան։ Սակայն Ադրբեջանի նախագահի կողմից այլ հռետորաբանություն է գործում։ Այսօր թեմայի շուրջ զրուցելու ենք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, Ադրբեջանի նախագահը նկարտումներ ունի Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ եւ դրան անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Մենք հայտարարում ենք, որ արդեն խաղաղություն է։ Որտեղ է այդ սահմանը։ Նախ գնահատականը մեր երկրի համար գոյութենական անվտանգային հարցերը դա առաջնահերթ է։ Մնացած ամեն ինչ ածանցվում է։ Հաշվի առնելով, որ Դամոկլյան սիրման կախված է մեր գլխին Ադրբեջանի կողմից հերթական ռազմական ագրեսիան իրականացնելու վտանգը։ Ընդ որում այդ վտանգի վերաբերյալ Ադրբեջանի նախագահը չի թաքցնում, բայց այդ ամեն ինչը ինքը հիմնավորում է եւ փաթեթավորում է միջազգային իրավունքի նորմերով եւ կոնվենցիաներով իր պետության եւ իր երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ։ Օրեր առաջ կրկին անգամ ես կարծում եմ դա լուրջ ազանգ է Հայաստանի օրվա իշխանություններին, քաղաքական ընդդիմությանը եւ մեր երկրի քաղաքացիներին համայնայությանը, որ ինչ է սպասում մոտակա 6 ամիսների ընթացքում։ Մասնավորապես Ալիևը ասում է, որ ինքը չի ընդունում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այնպիսին ինչպիսին հիմա կա, բայց հաշվի առնելով, որ երկու պետություններն ու ժողովուրդները պետք է բարեդրացական խաղաղ հարաբերություններ ստեղծեն, այնուամենայնիվ դա ընդունում է ինքի գիտություն, թեև վիճակը 6 ամիս հետո կարող է փոխվել։ Սա առաջին։ Երկրորդ, ասում է Զանգեզուրի միջանցք արդեն գոյություն ունի օդային սահմաններով, ինքնաթիռները անխոչնդոտ Ադրբեջանից Նախիջևան գնում են Հայաստանի տարածքով։ Ընդ որում օդային միջանցքի վերաբերյալ Ադրբեջանը չի հարցրել թույլտվություն կամ չի ստացել Հայաստանի իշխանությունների թույլտվությունը։ Նա ուղղակի վերցրել է։ Ընդ որում ինքը վերցրել է միջազգային իրավունքի տեսանկյունից արդարացիորեն։ Հիմա այս երկու իր միտքը փորձենք միավորել եւ համադրել։ Վերջնարդյունքում ինչ է ասում Ալիևը։ Ալիևը ասում հետեւյալը, որ մինչև սեպտեմբեր ամիս ներառյալ Փաշինյանը պետք է վերարտադրվի եւ կատարի բոլոր այն խոստումները, որ ինքը տվել է Ադրբեջանի նախագահին։ Եթե այդ միջազգային իրավունքը օդի մասով գործում էր, այս դեպքում ինչու դա մինչև 2020 թվականը չէր գործում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները չէին տվել այդ թույլտվությունը հիմնավորելով այլ բաներ։ Այսինքն այստեղ Ալիևը ինչ-որտեղ որոշակի առումով կեղծում է։ Այսինքն եղել են Հայաստանի իշխանությունների կողմից նախկինում չտրամադրելու հիմնավորումներ, այդ թվում նաև միջազգայինով։ Հիմա այնինչ Ալիևը ասում է, այսինքն ինքը միջազգային իրավունքի տեսանկյունից ասում է, որ երկու պետությունների տարբեր մասերում գտնող հատվածները միջազգային իրավունքով պետք է կապված լինեն, այդ առումով ինքը ճիշտ է։ Բայց թե ինչ պայմանների դեպքում եւ որ պետության տարածքով ինքնաթիռները պետք է թռչեն եւ այդ պետության հետ ինչ պայմանավորություն ձեռք բերի ինքը չի մանրամասնում։ Այստեղից ես կարող եմ հետեւություն անել, որ Ալիևի այդ փաստարկի բարձրաձայնումը ինքնանպատակ չէ։ Նա ենթատեքստ ունի, իսկ ենթատեքստը հետեւյալն է, ասում է այն ինչ միջազգային իրավունքով իր պետությանը եւ իր երկրի քաղաքացիներին հասնում է Հայաստանից ստանալ եւ եթե Հայաստանը չի տրամադրում, ապա ինքը կվերցնի ուժով։ Իսկ ինչ է Ալիևը ուզում, որը միջազգային իրավունքով եւ տարբեր կոնվենցիաներով կարծես թե առերևույթ պետք է իրականացվի։ Օրինակ մասնավորապես այդ 300,000 փախստականների վերադարձի մասին շատ է խոսվում եւ Ալիևը տարբեր ռադիաներում, այդ թվում միջազգային ամենաբարձր ռադիաներում, անգամ անցյալ տարի օգոստոս 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի եւ Հայաստանի օրվա իշխանություն ներկայացնող անձ հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է։ 300,000 Հայաստանի Հանրապետությունից 88-94 թվականներին կամ 91-92-ին դուրս եկած անձինք չեն եղել։ Մարդ համարով մոտ 100-110,000 է եղել 85 թվականի խորհրդային տարիներին։ Հետեւաբար 300,000 չէր կարող դուրս գալ, բայց Ալիևը երբ ասում է 300,000, այդ 300,000-ը, եթե իրենց ժառանգներով վերցնենք, դա կարող է մոտ 1 միլիոն բնակչություն կազմել։
Հիմա երբ Ալիևը ասում է 300,000 փախստական, միջազգային իրանքով իհարկե փախստականը իրանք ունեն վերադառնալ այն վայրերը, այն տարածքները, որտեղ իրենք բնակվել են։ Ընդ որում վերադարձից հետո տվյալ պետությունը, այսինքն որտեղ իրենք վերադառնում են, պարտավոր են այդ փախստականներին ապահովել բնակարանով, աշխատանքով, անվտանգությամբ եւ այլն։ Հիմա Ալիևը ենթատեքստով ասում է, եթե Հայաստանի իշխանությունները չապահովեն այդ 300,000-ի, իսկ ես վստահաբար եմ ասում, միլիոնից ավել ադրբեջանցիների վերադարձ Հայաստանի Հանրապետության տարածք, ապա Ալիևը դա կանի ուժով, միջազգային իրավունքը իրեն թույլ տալիս է։ Երկրորդ, ինչ է ասում Ալիևը ենթատեքստով։ Միջազգային իրավունքը պատերազմ, ռազմական գործողություն ուժ թույլատրում։ Պատերազմներ, այո, միջազգային իրավունքով պատերազմներ լինում են, անգամ պատերազմի ժամանակ պատերազմող կողմերի իրավունք կա, գերիների իրավունք կա, գերեվարվածների եւ այլն եւ այլն։ Իդեպ այստեղ մի հետաքրքիր զուգահեռ բերեմ, որ Ալիևի բոլոր քայլերը Հայաստանի հետ հարաբերություններում այլ պետությունների հետ ես չեմ ուզում զուգահեռել, բայց կոնկրետ Հայաստանի հետ հարաբերություններում ինքը միշտ փորձում է միջազգային իրավունքի տարբեր նորմեր ու կոնվենցիաներ միշտ հիմք դնել իր քայլերի, ապօրինի քայլերի, ագրեսիվ քայլերի հիմնավորման համար։ Իդեպ այսպիսի մի կարևոր փաստ, որի մասին ցավոք Հայաստանում փորձագիտական շրջանակներում շատ քիչ է արծարծվում, օրինակ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ալիևը տարածաշրջանում շահեր ունեցող պետությունների, այդ թվում Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիա, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, Բրիտանիա, կարծում եմ բոլոր պետությունների ղեկավարներն այս կամ այն ձևով հիմնավորում են, որ Հայաստանի իշխանությունները բանակցությունները մտցել են փակուղի։ Եվ տարբեր հիմնավորումներ ինքը ուներ։ Ուստիև իրեն այլ բան չի մնում, քան պատերազմ սկսել, ոչ թե Արցախը վերցնելու, այլ ազատագրելու այն 7 շրջանները, որը Ադրբեջանի Հանրապետության տարածքեն ՄԱԿ-ի կանոնադրությամբ, երբ Ադրբեջան դարձավ ՄԱԿ անդամ երկիր։ Հիմա կարծես թե տրամաբանական է եւ հիմնավոր է։ Իսկ մինչ այսինքն մինչ 2020 թվականը Ադրբեջանը միշտ խոսել է Արցախա-ադրբեջանական կոնֆլիկտի մասին, ոչ թե հայ-ադրբեջանական, դա պարզապես չկար, եւ խոսքը գնում էր 5+2 շրջանների մասին, որ այդ փակուղի մտած բանակցային շրջանում արդեն շատ վաղուց դարձել էր 5 շրջաններ, երկուսի մասին գրեթե որևէ դեպքում էլ չէին էլ խոսում։ Այստեղ բանակցությունները փակուղում էին։ Ուրեմն նախ 5 գումարած 2-ը դա Ալիևի առաջարկը չէր, դա Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջարկն էր։ Հայաստանում քարոզչական դաշտում դա վերավորակավորում ստացավ եւ անվանվեց Լավրովի պլան։ Բայց դա այդպես չի, Մինսկի խմբի եւս 2 համանախագահող երկրի ներկայացուցիչ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների իրենք համաձայնություն տվել են այդ 5 գումարած 2-ի։ Այսինքն Ալիևը ինքը չէր ասում ես Արցախը ամբողջովին վերցնելու եմ։ Ինքը ասում էր այդ 7 շրջանները 5 գումարած 2-ը այնուամենայնիվ դի որոշակի առումով վերադարձվի։ Վերջին հաշվով դա Ադրբեջանի մաս է, այո։ Եվ այսպես հայկական կողմը մերժել է եւ 2015 թվականին եւս առաջարկ է եղել եւ որի վերաբերյալ Փաշինյանը փորձում է միշտ խուսանավել Մինսկի խմբի համանախագահող երկրներից այդ 5 գումարած 2-ի հետ կապված առաջարկ եղել։ Ինչևէ, այն որ Ադրբեջանի ղեկավարը հիմք էր ընդունում նաեւ նման քայլեր անելու, նկատի ունեմ պատերազմ արձանագրելով, որ եթե Հայաստանի ղեկավարը գալիս է Ստեփանակերտ եւ իլուր ոչ միայն ներքին լսան է, այլև արտաքին լսան է, ասում է, որ Արցախ Հայաստանը եւ վերջ, սա նշանակում է, որ բանակցային գործընթացը այլևս փակված է։ Վերջին հաշվով, եթե փորձենք այդ ձևակերպումը տալ, դա իրոք դա է նշանակում։ Ինչևէ, եղավ պատերազմ։ Տարածաշրջանում շահեր ունեցող երկրներ կարծես թե անուղղակի թե ուղղակի թույլ տվեցին այդ 7 շրջանների հետ կապված ռազմական ուժով հարցը լուծվի։ Թեև այդտեղ կար վտանգ, որ հայկական կողմը կարող էր եւ հաղթել, եւ այդ ռիսկին այնուամենայնիվ Ալիևը գնացել էր։ Բայց Ալիևի խնդիրը միայն այդ 7 շրջանը չէր, ակնհայտ չէ, իր խնդիրը Ստեփանակերտը վերցնելն էր, այսինքն Արցախը ամբողջությամբ վերցնելն էր։ Դա չստացվեց։ 44 օրյա հայկական կողմը չպարտվեց, ընդ որում ռազմական եւ քաղաքագիտական առումով խիստ սխալ գնահատական է, երբ ասում են 44 օրյա հայկական կողմը պարտվել է, որտեղ գնահատման մեկ չափորոշիչ կա, մնացածը սուբյեկտիվ ընկալումներ են։ Չափորոշիչը տվյալն է, եթե տվյալ երկրի քաղաքական ղեկավարությունը խնդիր է դնում ռազմական ղեկավարության առջև կատարել այս խնդիրը, եթե դա չի կատարվում,
Դա նշանակում է, որ ռազմական ղեկավարությունը պարտվել է։ Հիմա Ադրբեջանի ռազմական ղեկավարության առջև խնդիր է դրած 7 շրջաններ ամբողջովին վերցնել, գումարած Ստեփանակերտ, այսինքն Արցախը։ Այդ խնդիրը չկատարվեց։ Առայժմ որ Արցախում որոշակի կորուստներից հետո մարդկային եւ տարածքային, իսկ Ադրբեջանը ուներ ոչ տարածքային, բայց մարդկային լուրջ կորուստներ, հայկական կողմը ապրեց Արցախում, ուներ իր զինված ուժերը եւ Հայաստանի հետ կապ, որտեղ Ադրբեջանի որևիցե ծառայություն չէր վերահսկում։ Դա ռուսական խաղապահների իրավասության ներքո միջանցք է, դա ճանապարհ չէր, միջանցք։ Հիմա բայց այնուամենայնիվ Ալիևը փորձում էր Հայաստանի հետ վարել բանակցություն, որի արդյունքում իրեն իրավունք կտրվեր Արցախի նկատմամբ բուն Արցախի ռազմական ագրեսիա իրականացնել միջազգային իրավունքով, որովհետեւ տարածաշրջանում խաղացողները իր նկատմամբ խնդիրներ չառաջացնեին եւ Հայաստանի իշխանությունները այդ հնարավորությունը Ալիևին տվեցին, կոնկրետ Հայաստանի իշխանությունները։ Երբ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, այդ դեպքում Ալիևը միջազգային իրավունքով սկսեց բարձրաձայնել, որ ինչ գործ ունի իմ երկրի տարածքում զինված անձինք եւ խմբավորումներ, որոնք միջազգային իրավունքով գնահատվում են որպես ահաբեկիչներ։ Դա այդպես է։ Ընդ որում Ռուսաստանը Դրա արդյունքում մենք այսօր ունենք խաղաղություն, ռազմական ոչ, պատերազմը շարունակվում է։ Ես ինչու եմ մանրամասնում, որպեսզի մեզ համար ընկալելի լինի, որ Ալիևը անգամ երկրորդ անգամ 23 թվականի սեպտեմբեր ամսին ռազմական գործողություն սկսելու համար իրեն պետք է տարածաշրջանում շահեր ունեցող պետություններին հիմնավորել, որ իր ռազմական գործողությունը դա ագրեսիա չի, այլ ձևակերպում ինչպես էր հակաահաբեկչական գործողություն, որը միջազգային իրավունքով իսկապես այդպես է։ Հիմա ունենք խաղաղություն թե չէ, ընդ որում պատերազմը չի լինում միայն գետնի վրա տակ պատերազմ, այսինքն ռազմական ուժերի բախումներ, լինում է տեղեկատվական եւ տնտեսական։ Իդեպ Խորհրդային Միությունը 1991 թվականին փլուզվեց ոչ տակ պատերազմով։ ՆԱՏՕ-ն չի մտել Խորհրդային Միության տարածք, բայց Խորհրդային Միությունը Միացյալ Նահանգների ու դաշնակիցների կողմից, եթե իրեն տանք իրենց անները նվաճվեց։ Սառը պատերազմով, եթե ուշադրություն դարձնեք, ձևակերպում կա 40 տարի Խորհրդային Միության հետ սառը պատերազմում տարած հաղթանակ, ընդ որում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զին անձնակազմը ստացել են նաև մեդալներ, որոնց վրա հենց ձևակերպում այդպես է գրված է։ Այսինքն սառը պատերազմը ինքը տեղեկատվական պատերազմ է։ Հայաստանի նկատմամբ իրականացվում է տնտեսական պատերազմ, որի նպատակն է Հայաստանը Ռուսաստանի տնտեսական արտահայտում տնտեսական պատերազմը։ Օրինակ Գոնակ Ադրբեջանից բեզին ենք բերում։ Չէ, դա տնտեսական պատերազմ չի։ Երբ տնտեսությունը կառավարվում է եւ տնտեսության հետ կապված ստրատեգիական ոլորտներում կառավարում իրականացվում է այլ պետությունների կողմից։ Օրինակ ակնհայտ է, չէ՞ որ հիմա փորձ արվում փակել մեր ատոմակայանը։ Ես կարծում եմ, դեռ երկրորդ կարծիք չկա։ Շահառուները ովքեր են։ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ինչը նշանակում փակել մեծամոլի ատոմակայանը, դա նշանակում է, որ Հայաստանի էներգետիկ ինքնիշխանության 30-ից 40% ապահովող ատոմակայանը անջատել։ Այսինքն 30-ից 40% հոսանք Հայաստանը չի ստանա։ Մեր դեպքում հոսանքը որտեղից ենք մենք ստանալու։ Չէ՞ որ այդ հոսանքի սպառման ունենք։ Մեր երկրում կա մոդուլային կայանների առթեր կա։ Ուրեմն մոդուլային կայանները ինչ որ ժամանակ պետք է կառուցվեն, չէ՞, դա ժամանակ է։ Նախ ԱՄՆ չունի մոդուլային կայանների կառուցման փորձ։ Երկու պետություն կա երկրի մոլորակի վրա, դա Ռուսաստանն ու Չինաստանն է։ Եթե ԱՄՆ կառուցում է, ապա Հայաստանի բնակչությունը դառնում է ճագար, ուղղակիորեն։ Որտեւ այդ ատոմակայանի իսկ եթե բարձի որ տեխնիկական խնդիրներ են կառուցման ժամանակ կամ շահագործման ժամանակ առաջանում, որտեղ նորից եմ կրկնում, Միացյալ Նահանգները չունի նման փորձառություն։ Մի անգամ փորձել է կառուցել, կիսատ է թողել, առանց որ շատ թանկ է դա իրենց համար։ Աշխատող ատոմակայանի փակելու իմաստը ո՞րն է, փակել որ մոդուլային կառուցելն չի համար։ Այսինքն քեզ հոսանքի առումով 30-ից 40%-ով զրկում են։ Սա մեկ, երկրորդ։ Սամվել Կարապետյանին երբ բանտարկեցին, իհարկե առերևույթ պատրվակը դա եկեղեցու պաշտպանությունն էր, այո, եւ իշխանությունների նկատմամբ որոշակի վերաբերմունք։ Իմ խորին համոզմամբ բուն նպատակը կոնկրետ հեծը Սամվել Կարապետյանից խլելն էր։
Հիմա Փաշինյանը օրակարգ է բերել երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ռուսաստանից օտարելը։ Այսինքն երկաթուղի էլ ցանցեր հրապարակավ հայտարարում է, որ Հայաստանը պետք է ինտեգրվի Ադրբեջանի հետ մի էներգետիկ համակարգում։ Այսինքն էներգիան, ճանապարհները, էներգիայի արտադրությունը, իսկ եթե վաղը ընդ որում օրվա իշխանությունների տարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք հրապարակավ ասում են, այո ժամանակն է, որպեսզի Հայաստանը ոչ թե Ռուսաստանից գազ ստանա, այլ Ադրբեջանից։ Այսինքն այստեղ խնդիրը կոմունիկացիան եւ էներգիան է, որտեղ վերջին հաշվով եթե էներգիա չկա, տնտեսություն գոյություն չունի։ Եվ եթե Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծի, որի գործընթացը այնուամենայնիվ գնում է մինչև Ադրբեջանի հետ հարցերը լուծելը Թուրքիան որևէ բան չի ստորագրի, բայց լուծվեց Թուրքիան պատասխան է։ Սա նշանակում է, որ Թուրքիան տնտեսական էքսպանսիա է ենթարկելու Հայաստանը։ Մեր արտադրանքի 80%-ով ավելը գյուղմթերք է։ Թուրքիայի գյուղմթերքը ինքնարժեքը շատ ավելի ցածր է, քան Հայաստանին։ Եթե մենք սկզբունքորեն կտրվում ենք Ռուսաստանից, ապա մեր արտադրանքը գյուղմթերքի, որի առյուծի բաժինը սպառնում է Ռուսաստանի դաշնության շուկաներում, որտեղ է սպառվելու։ Եվ արդյոք մրցակից է լինելու թուրքական էժան արտադրանքին, կարծում եմ ոչ։ Այսինքն մեծ հաշվով Հայաստանը ոչինչ չի արտադրվելու։ Կարող է արտադրվի ներքին սպառման համար, բայց ոչ շուկաները արտահանելու։ Սա նշանակում է, որ էներգիայի, գյուղմթերքի, ճանապարհների, եթե կառավարումը տրվում է մեծ հաշվով եւ ինտեգրվում Թուրքիայի եւ Ադրբեջանը, ասել ձեզ տնտեսական պատերազմ։ Պատերազմի ժամանակ երկու կողմերը պետք է առավելագույն իրար հետ բախվեն, այո, շփվեն, կոնտակտ լինի։ Հեռավորության վրա բախում չի լինում, մրցակցություն չի լինում։ Հիմա երբ որ մեզ բերում են Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսական միավորների հետ հարաբերություններ, դա հենց այդ բախումն է։ Բայց քանի որ ոչ հավասար պայմաններում են, այսինքն այդ բախման ժամանակ տնտեսական բում է կանխատեսում իդեմս թրիփ նախագծի։ Ես պատրանքներին չեմ հավատում, հիմա թրիփ նախագիծը այլևս կարելի է հաշվել, որ գերեզմանոցում է, ընդամենը 40-ի հացը պետք է գցել։ Իրանի հետ կապված դեպքերում, հա։ Ես հիմա սա ինչու համար եմ բարձրաձայնում, որ իրականում մենք հասկանանք խաղաղություն չկա, Ադրբեջանը հավակնություններ ունի ոչ միայն ռեպարացիայի ստանալու միջազգային իրանքով, այլև կոնտրիբուցիայի ռազմական տուգանք իրավունք ունի 5000-ից ավել 88-91 թվականներին ըստ Ալիևի Ադրբեջանի քաղաքացիների մահվան հանգամանքները պարզել եւ բոլոր մեղավորներին պատժել, իսկ դա առնվազն մի քանի տասնյակ հազար Հայաստանի քաղաքացի կարող է քրեական հոդվածներով անցնել եւ որոնց նկատմամբ Ադրբեջանը կարող է հետախուզում հայտարարել։ Սա այնինչ վերաբերում էր միջազգային իրավունքով Ալիևի հավակնություններին։ Ընդ որում Ալիևը երբ ասում է 6 ամիս ժամանակ եմ տալիս, 6 ամիս հետո կարող է փոխել։ Սա ինչ է նշանակում, որ Փաշինյանը պետք է վերընտրվի եւ իրեն տրվում է 3 ամիս ժամանակ բոլոր խոստումները կատարել։ Այդ թվում նաեւ համարության փոփոխություն, մայր օրենքի մեջ կետերի վերաբերյալ կեցված դրսևորում է հարևան պետության ղեկավարը։ Սա էլ ձեզ հայկական ինքնիշխանություն։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, թե մեզ մոտ խաղաղություն է հաստատվել, դա պատրանք է, գործնականում խաղաղություն չկա, մեր դեմ պատերազմ է մղվում տնտեսական։ Պաշտպանության նախարարն ասում է, սահմանում թշնամու կրակոցից զինվոր չի զոհվում եւ այո, դա խաղաղություն է։ Ոչ, դա խաղաղություն չի, այդ մարդը հերթական անգամ ցույց է տալիս, որ ինքը դիլետանտ է, ընդհանրապես։ Եվ ցույց է տալիս, որ բանակում առնվազն շարքային է եղել, որտեղ ավել գիտելիք չունի։ Խաղաղության չափորոշիչը դա չի։ Նախ եթե երկու պետություն պատերազմում են, իսկ մենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք, չէ՞, գտնվել։ Վերջն արդյունքում խաղաղության երկու ձև կա, երկու ճանապարհ։ Կողմերից մեկը ամբողջովին պարտում է եւ ստորագրում է կապիտուլյացիայի պայմանագիր։ Այդ ժամանակ խաղաղություն է լինում։ Եվ հաղթողի կամքն է ամբողջովին տարածվում պարտվող պետության վրա։ Սա ճանապարհ 1։ Ճանապարհ 2, եթե երկու պետություն մրցակցում են, մեկը հաղթում է, բայց պարտվող կողմի վիճակը այնպես չի, որ ինքը կապիտուլյացիա ստորագրի, ապա այդ ժամանակ պետք է երկու պետությունների միջև հայտնվի երրորդը, որպես երաշխավոր եւ հաշտարար, որ թույլ չտա հաղթող կողմին, պարտվող կողմին ամբողջովին պարտադրի կապիտուլյացիոն պայմաններ։ Ասում են երաշխավորներ պետք չի, իրենք Ադրբեջանի հետ Դե Ադրբեջանը, դե դրա համար Ադրբեջանը կստանա առավելագույն, այսինքն մաքսիմում Հայաստանը պետք է կապիտուլացվի։ Այն պայմանները, որի մասին ես նոր բարձրացրեցի 5-6 կետ։ Դա կարելի ասել կապիտուլյացիոն պայմանագրի կետից է։ Այդ թվում նաև օրվա իշխանությունների
քաղաքականությունը բանակի կառուցման, ես կառուցում բառը ճակերտների մեջ եմ դնում, իրականում բանակի փլուզման, թվաքանակի կրճատման եւ ուրեմն անձնակազմի ոչ մասնագիտական պատրաստվածության, որտեվ եթե դու վստահ ես, որ Ադրբեջանը քեզ վրա չի հարձակվի կամ կհարձակվի դու կարող ես պաշտպանվել, ապա քո բանակը պետք է լինի մարտունակ։ Մարտունակության բարձրացման մեկ կրիտերիա կա չափորոշիչ։ Դա զորավարժություններն են, որտեղ մինչև մարտի դաշտ մտնելը պատերազմի ժամանակ ստուգվում է քո անձնագազմի մասնագիտական, կրակային, բարոյական եւ ֆիզիկական պատրաստվածությունը։ Այդ բոլորը ստուգվում է զորավարժաններում, ուրեմն համապատասխան միջոցառումներ, այսինքն զորավարժությունների ժամանակ։ Ադրբեջանը յուրաքանչյուր տարի չէ, բայց անում են այդ ուրեմն զորավարժությունները։ Ադրբեջանը յուրաքանչյուր տարի անում է ոչ միայն Թուրքիայի, առնվազն 5-6 պետության հետ պարբերաբար իր դաշնակից երկրների տարեկան 10-ից ավել միջազգային զորավարժությունների մասնակցում իր Ադրբեջանի զինուժի այս կամ այլ ստորաբաժանումները, հա, մասնագիտական առումով։ Հայաստանը 0 Ներքին զորավարժությունները Ադրբեջանը անում է անթիվ անհամար, որի մասին ինքը չէ բարձրաձայնում։ Ուղղակի պաշտոնական որոշակի տեղեկատվություն դրա մասին տարածումը մենք իրազեկվում ենք մասնագետներս։ Հայաստանը, ես կարծում եմ, 1-2 զորավարժություն է արել այս ընթացքում եւ ավելավ այդ զորավարժությունների մասին մենք չխոսենք, մասնապես մեկ ես, որտեվ ես որոշ մանրամասներ գիտեմ եւ չեմ ուզում, որ այդ զորավարժությունների որակի մասին Ադրբեջանի համապատասխան կառույցները նաեւ իրազեկ լինեն։ Այսինքն չափելի չի Ադրբեջանի զորավարժությունները իրականացվող եւ մեր։ Այսինքն Ադրբեջանի բանակը այդ առումով շատ ավելի մարտունակ է։ Եթե Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն, հարց, Ադրբեջանի բանակի մարտունակության կտրուկ բարձրացումը զորավարժությունների թվաքանակով նաեւ զինվածության ավելացումը 5-րդ սերնդի նոր ինքնաթիռների գնումը Պակիստանից եւ Միացյալ Նահանգներից անձնակազմի թվաքանակի ավելացումը, սա ինչի համար է արվում, որ այդ խաղաղությունը հարատև լինի, թե որ ուժի սպառնալիքի կիրառումով Հայաստանից ստանա այն ինչ ինքը ուզում է կամ անհրաժեշտության դեպքում այդ ուժի սպառնալիքը կոնկրետ կիրառում դառնա։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակությունը բարձրացնել է Հայաստանի իշխանությունը հստակ ներկայացնում է վարչապետի մակարդակով, որ դա նկրտում կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ իրենք դրա համար ձեռնպահ են մնում։ Այս եղանակով ի վերջո հնարավոր է պահել այս խաղաղությունը։ Ոչ, չկա, այսպիսի խաղաղություն նախ չի պահվում։ Նախ մեր բանակի թվաքանակին չէ կրճատվում, հարց։ Մեր թվաքանակը չի կրճատվում, զինծառայողները ուղղակի ծառայում են 1.5 տարի։ Դա թվաքանակի կրճատում է։ Այսինքն այն 25%, որ չի ժամանակում ծառայում, ով է ծառայելու նրա տեղը։ Ես հիշում եմ, երբ ազգային ժողովում ընդդիմությունն այդ հարցը բարձրացնում էր, ասում էր, այ այսպեսի բան եք անում 25% բանակը կրճատում եք, պաշտպանության նախարարն ասում էր, որ իրենք ռազմական առումով եւ թվաքանակի առումով որևէ խնդիր չի առաջանում եւ ընդդիմությունը լավ չի պատկերացնում ինչի մասին է խոսքը։ Ինքը չի պատկերացնում, որտեվ ինքը որից հիմնավորում չի բերում։ Եթե մենք այս փաստարկները բերում ենք, իսկ թվաքանակը ընդհանրապես եւ ծառայության ժամկետը, լավ, եկեք այսպես, հա, չի որոշվում ինչ որ մարդկանց կամային որոշումներով։ Թվաքանակը բանակի, որով որ ժամկետային զինծառայողներով է համալրվում հիմնականում մեր բանակը, որոշում է թե քո պետության արժեվ ինչ սպառնալիքներ ու մարտահրավերներ կան, եւ դա չեզոքացնելու համար քեզ ինչքան զին անձնակազմ է պետք։ Ես մեկ օրինակ բերեմ, օրինակ 48 թվին 1900 Իսրայել պետության ստեղծումից հետո հաշվի առնելով, որ արաբական երկրների որոշակի խնդիրներ էին առաջացնում Իսրայելի նկատմամբ, Իսրայելի պաշտպանության բանակը եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում կայացրեց, որ իրենց մոտ զորակոչի տարին պետք է լինի այնքան, որ ապահովի հակառակորդի ցանկացած հարձակում կասեցնել եւ չզոքացնել։ Եվ ըստ այդմ Իսրայելի բանակում արական սեռը ծառայում էր 8 տարի, իքական սեռը 6 տարի։ Սա պայմաններ, հա, թելադրում հաշվի առնելով իրողություններ։ Հիմա մեր իրողություններում, երբ որ մեր հարևանը զինվում է, թվաքանակը ավելացնում է, նորագույն սերնդի ռազմական կործանիչներ եւ ռմբակոծիչներ է գնում, այո։ Մարտունակությունն է բարձրացնում զորավարժություններով եւ ներքին եւ այլ երկրների հետ։ Այդ դեպքում հարց է առաջանում։ Դու քեզ մոտ կրճատում ես ամեն ինչ։ Սա ինչի նշան է։ Սա նշան է նա, որ Հայաստանի օրվա իշխանությունները կատարում են Ադրբեջանի պահանջը։
Պարոն Նահապետյան, հիշում եմ ձեր նախորդ հարցազրույցներից մեկում ասել էիք, այսինքն մի քանի անգամ, որ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության սահմանագիծը ավելի երկարել է, շփման գծում ավելի շատ խնդիրներ կան եւ հիմա թվաքանակը 25%-ով ասում եք, որ կրճատվում է։ Ինչ վտանգներ ունենք մենք եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ասեմ ձեզ, օրինակ, երբ մեր բանակը հիմնականում կազմավորվում է ժամկետային զինծառայողներով։ Երբ թվականակը չէր բավարարում ըստ ստանդարտների որոշակի հեռավորության վրա, թե ինչ քանակի անձնակազմ պետք է լինի։ Մեզ մոտ 1998-99 թվականներին սկսեցին կազմավորվել պայմանագրային ստորաբաժանումներ։ Ես ծառայել եմ մի բանակային կորպուսում, որտեղ առաջիններից էին, եթե ոչ առաջինները, որ այդ ստորաբաժանումները կազմավորվեցին սահմանամերձ բնակավայրերի տեղի բնակիչների, որոնք ունեին փորձառություն, բանակում ծառայություն, մարտերի մասնակցություն, իրենց միջոցով։ Իրենք եւս դարձան ծառայող։ Պայմանագրային, բայց այն ժամանակ չէր հերիքում։ Ես ասում եմ 98-99 թիվ։ Հիմա Պաշտպանության նախարարությունը հենց նույն տրամաբանությամբ է ասում, մենք կրճատում ենք ժամկետային զինծառայողների քանակը, այն համալրում ենք պայմանագրայիններով, որոնք գերպրոֆեսիոնալ են։ Իրենք հերթական անգամ կեղծում են եւ բոլոր նրանք, ովքեր որ որոշում են կայացրել, օրինակ 25 օր տեղողության վարժական հավաքների անձանց հանում են մարտական հերթապահության, բոլորը պետք է դատվեն։ Ուրեմն պատկերացրեք, փաստացի մենք սահմանը պահող անձնակազմը չի բավականացնում եւ սահման ենք հանում անձանց, որոնք սկզբունքորեն իրավունք չունեն սահմանում մարտական հերթապահություն իրականացնել։ Խոսքս 25 օրվա վարժական հավաքների մասնակիցներն են, որոնց ֆիզիկականը, մարտական պատրաստվածությունը, բարոյի բանականը, զենքի տիրապետումը երկար ճանապարհ պետք է անցնի, մինչև իրենք դառնան ունակ մարտական հերթապահություն իրականացնելու։ Օրինակ ժամկետայինը երբ զորակոչվում էր, առնվազն մի քանի ամիս պետք էր, որ այդ անձանց, որոնք երիտասարդ էին, 18, 20 տարեկան, առողջ, առույգ, իրենց պետք էր բավականին ժամանակ, որ պատրաստեն, որ մարտական հերթապահություն իրականացնեն։ Իսկ հիմա պատկերացրեք 25 օրվա վարժական հավաքներից անձը գնում է ուսումնական զորամաս, 5 օր մնում է, 5 օր այդ հավաքի վայրում, 5 օրվա մեջ ինչ վերականգնի զենքի տիրապետման իր ունակությունները, դա նույն ժպիտ առաջացնում։ Ասում են 18-ից 20 տարեկան 2 տարի ծառայելը ուղղակի պետքա վերհիշել։ Չէ, բայց հիմա 40-45 տարեկաններն են, չէ, կանչում, որոնք առողջականը այնպես չի, որոնք կորցել են, բայց հա, բայց 5 օրում չեն վերականգնում։ Սա ընթերցանություն չի։ Եվ հետո 5-6 օր հետո այդ մարդկանց հանում են մարտական հերթապահություն։ Գիտեք, նման որոշումներ կայացնում են մարդիկ, որոնք ընդհանրապես ոչ մարտական հերթապահություն գիտեն, ոչ կանոնակարգ, ընդ որում իրավունք չի տրվում 5 օր վարժական հավաքներ ուսումնական զորամասում անցկացնող անձանց հանել մարտական հերթապահություն, օրենքով արգելված է, իրենք օրենք են խախտում, չկա այդպիսի բան։ Իսկ ինչու են հանում մարտական հերթապահություն, որտեղ անձնակազմը չի բավականացնում։ Այն որ ասում են մենք պայմանագրայիններով կհամալրենք, պայմանագրային բացի միայն աշխատավարձից ուրիշ ինչ սոցիալական փաթեթ են տալիս։ Բնակարանի գնման։ Ուրեմն սոցիալական փաթեթը սովորաբար վերաբերվում է ոչ միայն բնակարանների արտոնություններով, այլև առողջապահությամբ, ընտանիքի անդամների կրթական։ Զինծառայողներն օգտվում են առողջապահությամբ։ Դե բոլորն են օգտվում։ Ես խոսքս լրացուցիչ փաթեթի, այսինքն մարդ, որին շահագրգռես, որ մտնի պայմանագրային ծառայության։ Եթե պայմանագրայինների քանակը բավարար է լրացնելու ժամկետայինների պակասը, այդ դեպքում հարց եմ ես տալիս, ինչու են 25 օրվա վարժական հավաքների ամբողջ անձնակազմին հանում մարտական հերթապահություն։ Չի բավականացնում, չէ՞ որ հանում են։ Պարզ է, չէ՞։ Ուրեմն հեքիաթները, որ պայմանագրայինները կարող են եւ փոխարինում են ժամկետայինների ծառայության ժամկետը 25%-ով կրճատում են ամեն ինչ լավ է, իրականության չի անպատասխանում։ Ես այլ գնահատական եմ տալիս, մեր բանակի թվակազմը կրճատում են։ Եվ կարող է գալ մի օր, օրինակ Ադրբեջանի բանակը ունի 100,000-ից անձնակազմ։ Բավական մարտունակ, ես մարտունակության նոր չափորոշ չասի, չէ, զորավարությունները։ Հետո մեր բանակը վերջում կպարզի, որ կլինի 10,000։ Հետո Ալիևը կասի, դե հիմա Փաշինյան, եթե Փաշինյանն է մնալու, անում ես այս բանը։ Փաշինյանն էլ, եթե ոչ հարձակվում է։ Փաշինյանն ինչ է ասելու, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ադրբեջանը ունի բացարձակ առավելություն,
զինական առումով մենք պարտավոր ենք իր պահանջը կատարել, հակառակ դեպքում մենք կորցնենք ամեն ինչ։ Հիմա իշխանությունը շատ հստակ հայտարարում է, եթե իրենք չլինեն, կլինի պատերազմ։ Իրենք կեղծում են, իրենց ժամանակ եղավ բոլոր պատերազմները, ի դեպ ձեզ։ Իրենց ժամանակ եղավ 2 պատերազմ եւ 5 մեծ ռազմական բախում, որի արդյունքում բոլորում էլ մենք պարտվեցինք։ Այս է իշխանությունները։ Հո ասելով չի։ 44 օրյան ու ժամանակ եղավ։ 44 օրյա ճիշտ է, հայկական կողմը Արցախում հաղթեց այնքանով, որքանով որ Ադրբեջանի զինուժը իր արժև դրած մարտական խնդիրը չկատարեց։ Բայց մենք ունեցանք տարածքային ու մարդկային լուրջ կորուստներ, որը նախադրյալ հանդիսացավ, որ երկրորդ պատերազմը, որը 23 թվականի սեպտեմբեր 19-ին եղավ, հա, ճիշտ է, մի քանի օր տևեց, բայց նպատակը պատերազմական էր, հա, ոչ թե լոկալ տարածքային։ Եվ այդ կորուստները նախադրյալներ ստեղծեցին, որպեսզի հայկական կողմը ուղղակի որոշ դիմադրությունից հետո Արցախը լքի։ Սա երկուս պատերազմ, իսկ Սև լճի տարածքում մենք տարածքներ տվել ենք, Սյունիքում տվել ենք։ Վարչապետը հայտարարեց, որ 30%-ի համար չեն պատրաստվում պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ։ Իսկ մի իշխանասար ունենք, այնտեղ լուրջ դիրքեր ունենք, բարձունքներ, այնտեղ տվել ենք։ Այդ էլ այդ ձյունառատ սարերն են։ Հետո ջերմուկում մինչև հիմա ադրբեջանցիների ստորաբաժանմանը հայկական կողմը սնունդ է տանում, որովհետև շրջափակված են, այդպես ասում են շտաբի պետը մեր զինված ուժերի։ Ջերմուկում հսկայական զիջումներ արել ենք կռվով։ Հաջորդը Տաուշի մոտ սահմանազատման սահմանագծման պատրվակով լրջագույն մենք դիրքեր հանձնել ենք Ադրբեջանին։ Այդտեղ հայտարարվում է, որ ամենաամուր դիրքն է Ադրբեջանը ընդունել է, որ դա Հայաստանի տարածք է, պատը կառուցված է, ամեն ինչ կարծես կարգին է։ Եվ այդ սկզբունքը եթե տարածվի նաև մյուս մարզերի վրա, մենք ունենանք լիարժեք խաղաղ պաշտպանված Հայաստանի Հանրապետության տարածք։ Գենցաղում Քաղաքացուն այդպես է ներկայացնում։ Գենցաղում ես հիմա քաղաքացու մասին ասեցիք, սովորաբար եթե երկու անձի հարաբերության ժամանակ մեկը խաբում է դիմացինին, ինչ որ կեղծ խոստումներ է տալիս եւ չի կատարում, եւ դիմացինը կորուստներ է ունենում։ Սա խաբողի համար որոշակի ազդակ է, չէ՞, ինչ հարաբերություններ ունենա խաբողի հետ։ Եթե խաբողը երկրորդ անգամ է գալիս այլ թեմայով եւ փորձում է կրկին խաբել, եւ այս անձը նորից է խաբվում, սա արդեն ոչ թե խաբողի խնդիրն է, այլ խաբողի։ Հիմա օրվա իշխանությունները պարբերաբար ստում են, կեղծում են, իրականությունը գլխի վայր են ներկայացնում, եւ եթե մեր ժողովրդի մեջ կան քաղաքացիներ երկրի Հայաստանի, որոնք հերթական անգամ խաբվում են, դա արդեն խաբողի խնդիրը չի, դա խաբողի խնդիրն է։ Բայց վերջին շրջանում, այսինքն միասնության թևեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը նախկին մի հրապարակեց որոշակի ռազմական կոորդինատներ, որ այստեղ Ադրբեջանն ունեցել է դիրքի բարելավում, եղել են մի շարք առաջընթացներ, չգիտեմ, դիրքային եւ այլն, ներկայացրեց դրանց կոորդինատները, հարցրել եք ուսումնասիրել։ Ուրեմն ասեմ, ես սովորաբար ձգտում եմ միշտ ճշմարտությունը ասել։ Եթե գտնում եմ, որ այդ ասելուց լավ հետևանքներ չի լինելու, ընկալումների առումով ես չեմ ասում, բայց չեմ էլ կեղծում։ Հիմա ասեմ, ինչ ասել է Արման Թաթոյանը։ Ուրեմն երբ մենք 94 թվական մայիս 12-ի հրադադարի ռեժիմից հետո հաղթած էինք, ժամանակապես մենք պատերազմ չենք հաղթել, մենք մեծ ճակատամարտ էինք հաղթել այդ պատերազմի, այո, եւ հաստատվել էր հրադադար։ Շատ տեղեր եւ մենք եւ ադրբեջանցիները փորձում էին միջդիրքային տարածություններում վերցնել իշխող բարձունքներ։ Եվ մենք ենք անում եւ իրենք, բայց հաշվի առնելով, որ մեր եւ բարոյական եւ մասնագիտական եւ մարտական եւ կամային որակներ ավելի բարձր էին, մենք ունեինք առավելություններ։ Այո, տեղեր կային, որտեղ մենք իրենց տարածքից էինք վերցնում։ Մենք չենք նայում, որ դա իրենց տարածքն է, մենք նայում ենք, որ այդ բարձունքը պետք է վերցնել, որտեղ դրանով մենք հսկողություն ենք սահմանում եւ ապահովում ենք մեր գյուղերի անվտանգությունը եւ գյուղացիների գյուղ նշանակության հողատարածքների մշակման համար անվտանգ իրենց աշխատանքը եւ անում էինք։ Հիմա ադրբեջանցիները հայտնել են նույն վիճակում, ինչ ժամանակին մենք էինք։ Նրանք փորձում են հիմա վերցնել, կապ չունի դա մեր տարածքն է, թե իրենց տարածքը հետ են բերում։ Իրենք վերցնում են բարձունքներ, միջդիրքային հեռավորությունների լավագույն ճանապարհներ։ Իրենք ունեն առավելություն։
Արած որ հայկական կողմը պարբերաբար չկրակելու հրաման է տալիս, որը քրեորեն պատժելի է։ Առաջին չկրակելու հրամանը եղել է Սև լճի շրջակայքում, մենք դիրքեր հանձնեցինք։ Նույնը Վարդենիսում է եղել։ Կովսականում էլ էր Նիկոլ Փաշինյանն ասաց իմ հրամանով հետ քաշում է եղել։ Ելնելով այս իրողություններից ադրբեջանական կողմը ինքը աստիճանաբար առաջ խաղացում է ունենում։ Ընդ որում ասեմ ձեզ, մենք Նախիջևանում բական Խաղաղություն զգտող ուժը առաջ խաղացում է ունենում եւ արդյոք հայկական բանակը դրան չպետք է պատասխանի։ Ոչ։ Ըստ Փաշինյանի ոչ։ Ես ձեզ մի այսպեսի փաստի մասին բարձրաձայնեմ 2000 Կոորդինատ են հրապարակում մարդը, որ կոմպետենտ է արտադրել։ Ես այլ ճիշտ կոորդինատներ եմ։ Հրապարակում է կոորդինատ, ասում է այստեղից այստեղ չկար, հիմա դիրքը կա։ Ճիշտ է։ Զինված ուժերը դրան չպետք է արձագանքի։ Ոչ, հայկական կողմը ոչ։ Ինչու՞։ Պոտենցիալ կապիտուլացվող բանակի գերագույն հրամանատարը, որը պատերազմի ժամանակ իսկ այս բան պատասխանատուն շտաբի պետն է, ոչ նախարարը անգամ, հա, ի պաշտոնը եւ սահմանադրությամբ։ Նա իհարկե պարտավոր է պատասխանել։ Դա իր պարտականությունն է։ Իսկ ինքը վերադասից ունի հանձնարարական, իսկ իր վերադասը պաշտպանության նախարարն է եւ վարչապետ Քոչարյանը։ Եվ այդ հանձնարարականներով ինքը չի պատասխանում, բայց պարտավոր է, որտեղ ժամանակին, եթե հակառակորդը փոխում էր, ասենք, դիրքեր, առաջ խաղացում, մենք պատասխանում ենք եւ դրա իրավունքը մենք ունենք։ Ընդ որում ավելին ասեմ ձեզ, մենք չենք սպասում վերադասից հրամանի։ Կարգը այսպես է։ Սահմանում ծառայություն մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմ, ասենք մարտական հենակեց որոշակի անձնակազմով։ Եթե տեսնում է, որ հակառակորդը առաջ խաղացում է ունենում եւ գնահատում է, որ այդ առաջ խաղացումը վտանգում է իրենց մարտական հերթապահությունում մարտական խնդիր կատարելուն, կամ ուղղակի հարձակում է իրենց դիրքերի վրա, առանց վերադասից հարցնելու, մինչ այդ իրենք իրականացնում են պահպանություն սահմանի, պահպանությունից անցնում են պաշտպանության եւ մարտական հենակետի ավակը, որը կարող է սերժանտ լինել, ոչ անգամ սպա, հրաման է տալիս կրակ։ Բարձրեմ ասում, այսինքն գործ անգամ չի հասնում ստորաբաժանման ավելի ավակ սպաների, չեմ ասում գլխավոր շտաբի պետ նախարար։ Իսկ հիմա վերևից մինչև ներքև կա հրաման չկրակելու եւ հակառակորդի առաջ խաղացմանը չխոչընդոտելու։ Հիշում եք, մի երկու անգամ առաջ խաղացում ունեցան, երբ հայկական կողմը ձեռնամարտի էր բռնվում ադրբեջանցիների հետ, հայախառը խոսակցություններ, հետո նրանք Երևանում տանում էին, հա, մերոնց, հիշում եք, չէ՞։ Դե ինչպես երկին են կառավարում, այդպես էլ սահմանն են պաշտպանում։ Սա դրա ցուցիչ է։ Ուստի եւ այն ինչ որ Արման Թաթոյանը ասել է, դա իրականություն է։ Ես ուղղակի որպեսզի ասածս անաչառ լինի, դիրքեր կան, որ ժամանակին մենք ենք առաջ տվել, հիմա ադրբեջանցիները կարող է այդ մեր առաջ տված դիրքերը իրենց տարածքի հաշվին իրենք հետ են բերում։ Բայց շատ դիրքեր կան, որտեղ ադրբեջանցիները վերցել են եւ մեր դիրքերի մեջ են առաջ խաղացում ունենում, այո։ Միջդիրքային հեռավորությունը իրենք փոքրացնում են, իսկ դա գիտեք երբ է լինում։ Ռազմական գործողություններ սկսելուց առաջ։ Մի այսպեսի փաստ ասեմ, շատ հետաքրքիր փաստ 2018 թվականին, երբ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին իշխանափոխության գործընթաց էր գնում, Նախիջևանում մենք ունեինք բավականին լուրջ դիրքեր վերցված նախորդ իշխանությունների ժամանակ եւ այն բարձունքները մեզ հնարավորություն էր տալիս ուղղակիորեն թիրախավորել Նախիջևանում գտնվող բոլոր մեծ քաղաքները։ Բոլոր անխտիր։ Այսինքն մեր կրակային ազդեցության ներքո են։ Չգիտես ինչու ապրիլ-մայիս ամիսներին մինչև հունիս հրաման տրվեց եւ մենք միջդիրքային հեռավորությունները, որտեղ անգամ մի քանի կիլոմետր մեր եւ ադրբեջանցիների, մենք թույլ տվեցինք ադրբեջանցիները բավականին առաջխաղացում ունեցան։ Այս կողմից չկրակելու հրաման էր եղել։ Դա ես ասում եմ մայիս-հունիս ամիսներին։ Այդ ժամանակ մայիսի 8-ից Փաշինյանը արդեն կատարում էր վարչապետի պարտականությունը։ Սա ուղղակի ի հիշեցում 2018 թիվ։ Որսի հասկանանք ինչ է կատարվում հիմա։ Եվ ադրբեջանցիները այդ առաջխաղացման արդյունքում հիմա բավականին բարենպաստ դիրքերում են գտնում։ Հաճախ մեր շատ բնակարարները ուղղակիորեն կրակային ազդեցությամբ կարճ տարածություններում իրենց հնարավորություն արդեն ընձեռնված։ Առաջ նման բան չկար։
Պարոն Ապետյան, որպես փորձագետ ինչ խորհուրդ կտաք մեր քաղաքացիներին, ովքեր հունիսի 7-ին պատրաստվում են գնալ ընտրության եւ ընտրել քաղաքական ուժերի։ Ծրագրերում անվտանգային առումով, ռազմական առումով ինչին պետք է ուշադրություն դարձնեն։ Նախ ըստ պայծրության ոչ բոլոր քաղաքական կշիռ ունեցող ուժերն են անվտանգայինի եւ պաշտպանության հետ կապված կեցված դրսևորել։ Ես գոնե մեկին հաստատ գիտեմ եւ բավական լուրջ աշխատանք է այդտեղ տարվել։ Մեկը հասցնեն հրապարակել։ Հա, ես ուղղակի ասում եմ, այն ինչ որ այսօր կա, առաջարկ Հայաստանին։ Այդտեղ իրենք երաշխավորված խաղաղություն վերնագրով, այսպես իմաստային վերնագրով, իրենք բավական լուրջ հիմնավորումներն են, ոչ միայն ռազմական, առաջնորդին ռազմական, անվտանգային, այդ թվում նաև այդ խաղաղության մեջ եւ տնտեսական կոմպոնենտն է, այո, մտած որոշ նորմալ է եւ տեղեկատվական կոմպոնենտն է մտած, այսինքն այդտեղ լուրջ մասնագիտական խումբ է աշխատել, դա կա հրապարակված։ Ուշադրությունը անվտանգային հետեւյալն է։ Պետք է վերադառնալ, որքան էլ որ իմ ասածը առաջին հայացքից տարօրինակ թվա, իշխանությունները պետք է վերադառնան Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված 44 օրից հետո բոլոր փաստաթղթերին։ Այսինքն այդ փաստաթղթերին պետք է կյանքի կոչելու գործընթաց սկսի։ Իսկ այդպիսի 4 փաստաթուղթ կա։ Դա նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է եւ դրանից հետո եւս կնքված 3 երրակող։ Այդ փաստաթղթերը առ այսօր իրենց ուժը ունեն։ Ադրբեջանը դիմել է, որքան ես գիտեմ, Ռուսաստանի Դաշնություն այդ փաստաթղթերի լուծարման հետ կապված, հա, ժամկետային առումով, բայց այդ փաստաթղթերը առ այսօր ուժի մեջ են, առանց որ այդ փաստաթղթերի ներքո դրված է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի Վլադիմիր Պուտինի ստորագրությունը։ Այսինքն Ադրբեջանի հետ հարաբերություններում հեծանիվ պետք չի հորինել, հիմք ընդունել այդ 4 փաստաթղթերը, որտեղ գոնե նվազագույն այդ 4 փաստաթղթերով Արցախ կար։ Իդեպ 4 փաստաթղթերով Հայաստանի եւ Արցախի միջև միջանցք կար։ Իմս գնահատական սովորաբար փորձում են հակադարձել նաև իմ մտերիմները, ոչ միայն դիմախոսները, որ դե հիմա Արցախ չկա, այնտեղ հայություն չկա, եւ շատ էլ թղթի վրա կա։ Ես էլ ասում եմ, որ շատ կարևոր է թղթի վրա իրողությունը, որպես իրավական հիմք, եւ մեկ պատմական զուգահեռ եմ տանում 1948-ին ՄԱԿ-ը առաջնորդին իր անվտանգության խորհուրդը որոշում կայացրեց, որ որոշ տարածքների վրա, Պաղեստին տարածքի վրա երկու պետություն պետք է ստեղծվի՝ Իսրայել եւ Պաղեստին։ Հիմա պաղեստինցիները պայքարում են այդ որոշումը կյանքի կոչելու իրավական առումով իրենք արդարացի են։ Կգա պահը, երբ իրենց կամային որակները բավարար կլինեն, աշխարհակաղակական զարգացումները բավարար կլինեն, որ այդ տարածքում սահմանները 1967 թվականին այդպես են հետո որոշվել, 67 թվականի սահմանները Պաղեստին պետություն կստեղծվի։ Եթե չլիներ այդ փաստաթուղթը, պաղեստինցիների պայքարը կլիներ կռիվ հողմաղացների դեմ։ Իսկ այս փաստաթուղթը իրավունք է տալիս, հետաբար ես զուգահեռում եմ, որ այդ 4 երրակողմը մեզ համար հիմք է տալիս Արցախի տարածքում հայերի բնակվելու իրավունքին, այդ տարածքը Հայաստանի հետ միջանցքով կապելու իրավունքին, ինչպես նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն ունեցող բոլոր թնջուկները լուծելու, այդ թվում նաև սահմանագծման եւ սահմանազատման։ Այդ փաստաթղթերում ընդ որում ասեմ ձեզ, այն հանձնաժողովները երկու պետությունների միջև որ աշխատում են, հենց այդ փաստաթղթերի որոշումներով են ստեղծվել։ Հետաբար ցանկացած նոր իշխանություն, ըստ իս, իր առաջին քայլերից մեկը պետք է լինի ակտիվացնել միջնորդ կողմին, այնինչ Փաշինյանը փորձեց եւ կարողացավ հասնել դրան, որ այդ միջնորդ կողմը դուրս գա, այդ հաշտարար կողմը, իսկ Թույլի համար դա շատ կարեւոր է, պարտվածի համար շատ կարեւոր է, որպեսզի ակտիվացնի այդ կողմին եւ ակտիվացումից հետո ես կարծում եմ արդեն գնան դիվանագիտական եւ քաղաքական աշխատանքներ, ոչ ռազմական։ Ռազմականի առումով կարծում եմ ցանկացած ուժ որ եկավ, շատ արագ պետք է գնահատի բանակում տիրող ամեն ինչը, եւ բարոյի բանական վիճակը, եւ զինվածությունը, այո։
Եվ փողոցից 60 մարդ հավաքել, տանել զենքերը ցույց տալ եւ ասել 9 միլիարդով տեսեք ինչ զենքեր եմ առել։ Դուք պատկերացնում եք։ Եվ ասում են զենքերի վրա իրենց գները գնացուցակակպած։ Այսինքն նման խոսակցություն, օրինակ, կարող են հոգեբուժարաններում իրականացնել, որտեղ դա նույնիսկ անգամ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Եվ հետաբար ցանկացած նոր իշխանության համար առաջնահերթ խնդիր է։ Առաջնահերթ անվտանգությունը, պաշտպանությունը։ Առավելևս աշխարհակական նոր իրողությունների պայմաններում կարծում եմ, որ ցանկացած նոր ուժ եւ նրա ռազմական թև անցածող անձինք, պատասխանատուները, նախարարներ լինեն, առանցին կոմիտեների ղեկավարներ, դրանք պետք է վերանայեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կնքված ռազմական փոխգործակցության պայմանագրերը նոր իրողությունների ֆոնի վրա։ Բարի, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Մենք զրուցում էինք Հայաստանի անվտանգային խնդիրների մասին եւ այն սպառնալիքներին, որոնց բախվում է Հայաստանի Հանրապետությունը։